Հիսուս Քրիստոսի արձան համալիրի կառուցման աշխատանքները չեն դադարում ոչ մի րոպե։ Պատմական իրադարձությանը հաղորդակից լինելու նպատակով Ավան վարչական շրջանից կամավորների արդեն 3-րդ խումբն է ճամփա բռնել դեպի Հատիս լեռան գագաթ։ Ծովի մակարդակից ավելի քան 2500 մետր բարձրության վրա կառուցվող այս կոթողը կոչված է դառնալու աշխարհասփյուռ հայության միասնության, ազգային համերաշխության և վերածննդի խորհրդանիշը։ Մենք եւս մեկ անգամ ցույց տվեցինք մարդկությանը, որ հայ ազգը կարողանում է համախմբվել մի գաղափարի շուրջ, նոր արժեքներ ստեղծել եւ մարդկությանը ներկայանալ նոր ասելիքով։ Եվ բացի այս պատմական իրադարձությունից, որ մենք լինելով առաջին քրիստոնյա պետությունը, այստեղ ունենալու ենք մեր երկրում ամենաբարձր արձանը Հիսուս Քրիստոսի, նաև մենք համաշխարհային զբոսաշրջության քարտեզի վրա մեկ կետ ենք ավելացնելու եւ զբոսաշրջային հոսք ենք բերելու դեպի Հայաստան։ Տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից գալու են Հայաստան, գալու են բարձրանալու Հատիս լեռ եւ իրենց ներդրումն են ունենալու մեր տնտեսության մեջ։ Բացի արձան համալիրից Հատիս լեռան գագաթին նախատեսվում է կառուցել նաև Նոյան տապանը։ Այն նախաձեռնողների համոզմամբ աշխարհին ցույց կտա ոչ միայն Հայաստանի, այլև քրիստոնեության պատմությունը։ Այցելուները շրջեցին շինհրապարակում, ծանոթացան արդեն կատարված եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերին։ Նաև անձամբ մասնակցեցին շինաշխատանքներին, խորհրդանշական մեկ դույլ շաղախ լցնելով Քրիստոսի արձանի հիմքում։ Մեր խոսքերը այնպեսին չեն լինի, ինչպես Թումանյանն ասում է, գործն է անմահ, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար, երնեք նրանով իր գործով կապրի անվերջ անդադար։ Ծառուկյան Գագիկը այս գործով իր ապրելու անվերջ անդադար։ Բացատրելի է, այս շատ մեծ հաճույք եմ ապրում, նման բան, նման կառույց, ազգագույն կառույց է, ունիկալ կառույց է սա լինելու։ Հիասքանչելիք, շատ մեծ տպավորություններով, շատ հետաքրքիր անցավ, շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Մարդիկ գալիս են այստեղ եւ տեսնում են այս շինարարության չափսերը ու հասկանում են, որ այո, սա ոչ միայն համահայկական ծրագիր է, համահայկական կառույց է, այլ համաշխարհային կառույց է դարձել արդեն իսկ։ Ճանաչողական էքսկուրսի ավարտին տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած արարողությունը։ Կամավորներին հանձնվեցին հավաստագրեր, որպես վկայություն, որ իրենք անձամբ մասնակցել են Հիսուս Քրիստոսի արձան համալիրի կառուցմանը։ Գոհար Վարդանյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոնի համար։